թուրքն է դիրեմ այր հողի, ինչ սրտով պիտի մտնենք անկողի, մամջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպեր սույես, մամջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպեր սույես, մռայլ գիշերը նստած ենք փոսում, այստեղ հայքաճի արյուն է հոսում, եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, խփում ենք թուրքին ախպեր սույես, եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, խփում ենք թուրքին ախպեր սույես։ Երբ լուսապացին թուրքը լեռն է սողում, մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, ինչքան պետք լինի կկռվենք այսպես, հայ ազգի համար ախպեր սույես, ինչքան պետք լինի կկռվենք այսպես, հայ ազգի համար ախպեր սույես։ Կռիվ է սասնիկ, օրնանքը կուրմես ու միլար մայրիկ, թե մի օր կտրիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպեր սույես, թե մի օր կտրիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպեր սույես, Մամջանքը բացվեն դռները մեր գոց, ոսկի կհագներ սևոր հայոց, ու դուր կդառնանք հաղթությամբ էսպես, ձափով ծիծաղով ախպեր սույես, ու դուր կդառնանք հաղթությամբ էսպես, ձափով ծիծաղով ախպեր սույես, ձափով ծիծաղով ախպեր սույես, ձափով ծիծաղով ախպեր սույես։ Էլ հետ դարս չկա կռիվ է սասնիկ, օրնանքը կուրմես ու միլար մայրիկ, թե մի օր կտրիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպեր սույես, թե մի օր կտրիտ զույգ արծիվ տեսնես, էդ մեր հոգիքն են ախպեր սույես, մամջանքը բացվեն դռները մեր գոց, ոսկի կհագներ սևոր հայոց, ու դուր Իսկ այսօր ես ումանում մատակսելու չի ցանկանում, ախպես ասել, ավելի շատ ինչ է ունեց։ Ապրես, ապա գրատախտակի վրա գրի, թող այսօրվանից օգտագործվի այս գրատախտակը խաղաղության համար, թող սերունդները խիզախնեն հանուն խաղաղության։ Ապրես, շատ ապրես։ Ղ, ահա։ Արգելին երկանել, այստեղ ասըտ բոլորիս, որ Սերգ Երավիկ Կիրակոսյանը միշտ մեծ հետ է, ավեր պարտքեզ,
նա միշտ կենթանի է, նա միշտ բեսետ է։ Հիմա խնդրում եմ միջոցառումը կշարունակվի միջանցքում ուղղակի պայմաններից ելնելով։ Արտասեր մեջ նա բոլորից սրտերում է, նա բոլորից հետ է։ Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանու ձայնը լսվում էր հեռվում, ու միայն վերքերը վիրավոր հողի հուշում էին, որ դեռ պատերազմ է գնում։ Խրամատի մեջ մի պատանի զինվոր կարոդով նամակ էր գրում, նա հիշում էր տունը հայրենի, ծվարած հայոց լեռներում։ Միլացի իմ մայրիկ, սպասիր ինձ, և ես գգամ, ես քեզ շատ եմ սիրում, կարոտել եմ իմ մայրիկ, ես հիշում եմ խոսքերը քո, սիրել հողը մեր հայրենի, ես հիշում եմ արցունքները քո, երբ պատմում էր ջարդերի մասին, ես հիշում եմ տունը մեր բակի բարդին ծերացած, ես հիշում եմ խոխոջն արվակի ու մանգագան խաղերը սանցած։ Հայր մենք, որ երկինս ես, սուրբ գեղեցյան ունքոտ, գեղեցի արքայություն քո, գեղեցի կամ քո, որպես երկինս և երկրիս, ըսկաց մեր հանավազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեզ, որպես և մենք թողունք մենոց պարտապանած, և մի տանից մեզ ինքործություն, այլ պրկյաց մեզ իչարեց, զինքոյ արքայություն և զորություն և պարկ հարությանս ամեն։ Շնորհակալություն։ Այսօր հանդիսավոր օր է, որովհետև հիշելու ենք մեր քաջերին, մեր արծիվներին, մեր առյուծ մայրերի ծնած զավակներին։ Պատահական չէ, որ այս արարողությունը տեղի է ունենում հանրակրթական դպրոցում, որովհետև դպրոցն է դաստիարակում սերունդների մեջ ազգասիրություն և հայրենասիրություն։
Սույն թվականի ապրիլի 5-ին կայացած մանկավարժական խորհրդի նիստում դպրոցի տնօրեն Հովհաննիսյանի կողմից եղավ առաջարկ ռազմագիտության դասասենյակն անվանակոչել Հովսեփ Գեղամիկ Կիրակոսյանի անունով։ Քաղված բավարարշապատի համար 12 հիմնական դպրոցի ապրիլի 5-ի մանկավարժական խորհրդի նիստից։ Մանկավարժական խորհուրդը որոշեց ռազմագիտության դասասենյակն անվանակոչել 2016 թվականի ապրիլի 4-օրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Գեղամիկ Կիրակոսյանի անունով։ Հովսեփ Գեղամիկ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ապագա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հովսեփ Կիրակոսյանը ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հիմնադրամի կամավոր դոնոր էր։ Ինժեներասակրավորական վաշտի հրամանատար կապիտան Հովսեփ Կիրակոսյանը ծառայության է անցել Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Մատաղից։ Հովսեփ Կիրակոսյանն ունի ավագ եղբայր և կրտսեր քույր, ամուսնացած է, ունի 2 որդի։ Հովսեփ Կիրակոսյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ, փրկելով իր 25 զինվորների կյանքը, կապիտան Հովսեփ Կիրակոսյանը Պեծամսից մայրի կոչում։ Հետմահու պատկեվատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական ծառայության մեդալով, նա ընդամենը 27 տարեկան։ Հովսեփն այն հերոսներից է, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է։ Նա անկավ և մեզ համար դարձավ ազնվության և նվիրվածության չափանիշ։ Ասում են, մահը չէ, որ որոշում է, մարդու լինել չլինելը։ Պետք է ուժեղ լինենք, երեխաներ։ Մեզ նստում են, պետք է ուժեղ լինենք, որ կարող ենք մինչև վերջ տանենք է։ Այլարած թողած է։ Իսկ Հովսեփն առանց վարանելու վահան դարձավ իր զինակիցընկերի, մարտի դաշտում իր զինակիցընկերների կյանքը փրկելու համար։ Մոլորակ
Ակտիվ քարորյա պատերազմը ապացուցեց մեր ժողովրդի միասնությունն ու աննկուն կամքը։ Այդ օրերին 3 սերունդ կողք կողքի պայքարում էին, իրենց արյունով լուծելով մեր հայրենիքի սահմանները։ Արմենակ Ուֆմանյան, Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան, Վարդան Թորոսյան, Միշա, Գոհ, Դավիթ, Ադամ, մենք ենք, մենք կան, մենք 110 ենք։ Փառք մարտիրոսված նահատակներին, երկիք հավատված դրած ճիչով։